Ժամանակակից ինժեներական կրթությունը սկսվում է այն միջավայրից, որտեղ գաղափարները ստանում են իրական կիրառություն, իսկ ուսանողները դրանք կյանքի կոչելու հնարավորություն։ Այդ միջավայրը ստեղծելու նպատակով 2017-ին Philip Morris International Management ընկերությունն ու Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կնքեցին շրջանակային փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը մի շարք ոլորտներում է՝ հետազոտությունների, նորարարության եւ կրթության։ 2018-ին կառավարությունն ընդունեց որոշում, որի իրագործման համաձայն մոտ 1 տարի անց 2019-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը եւ Philip Morris Armenian կնքեցին անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Ընկերությունը վարձակալեց հիմնադրամի 13-րդ մասնաշենքի 2-րդ եւ 3-րդ հարկերը։ Այն, ինչ տարիներ առաջ սկսվեց որպես փոխըմբռնման հուշագիր, այսօր վերածվել է երկարաժամկետ ու շոշափելի ռազմավարության։ Պոլիտեխնիկի էկոհամակարգը վերջին տարիներին նոր շունչ է ստացել, իսկ համալսարանի ու մասնավոր հատվածի գործընկերությունը դարձել է շարժիչ ուժը։ Երկու կազմակերպություններն էլ համոզված են լավ որակյալ մասնագետներ կարող են պատրաստվել միայն անհրաժեշտ պայմաններ ունեցող կրթական միջավայրում եւ այդ պարզ խնդրի լուծման համար Philip Morris Armenian ջանք ու եռանդ չի խնայում պոլիտեխնիկի հետ իրականացնել այնպիսի ծրագրեր, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Պոլիտեխնիկի հետ մենք հենց մեր հիմնադրման առաջի օրվանից համագործակցում ենք 2018 թվականից, երբ PMI Science-ը հիմնեց իր գիտահետազոտական կենտրոնը, որոշում կայացվեց հենց դնել Հայաստանի տեխնոլոգիական բուհի սրտում, որպեսզի հնարավորինս շատ հնարավորություններ ունենանք Հայաստանի գիտական եւ ինժեներական ներուժը ծառայեցնել թե կազմակերպության շահերին, թե կազմակերպությունը, որպեսզի հնարավորություն ունենա մաքսիմալ օգուտ տա եւ աջակցի Հայաստանի Հանրապետության եւ մասնավորապես պոլիտեխնիկի գիտատեխնիկական եւ կրթական միջավայրին։ Ունենք շատ լուրջ գործոն համագործակցություն, որը արտահայտվել է համալսարանի տարբեր գիտական թեմաների եւ գիտական ծրագրերի ֆինանսավորմամբ, արտահայտվել է համալսարանի ենթակառուցվածքների մեջ ունեցած գործոն ներդրմամբ, ինչպես դա արտահայտվել է համալսարանի բակային տարածքում, այնպես է արտահայտվել է հենց համալսարանի թիվ 13-րդ մասնաշենքում, եւ այս գործունեությունը շատ կարևոր դռներ է բացել, ինչու, որովհետեւ նաեւ համագործակցության շրջանակում ֆինանսներ է ուղղվել համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացը իրականացնելու համար, ինչպես նաեւ ֆինանսներ է ուղղվել համալսարանում արդյունաբերական դոկտորական ծրագիր իրականացնելու համար։ Այսինքն ես արդեն մի քանի տարբեր ոլորտներ ներկայացրեցի, որը համալսարանի էկոմիջավայրի ձևավորման համար կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ռեկտորն ու Philip Morris Armenian ընկերության գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը ստորագրում են համագործակցության պայմանագիր։ 2019 թվականին կնքված պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարաձգելու մտադրության մասին։ Այս համագործակցությամբ մեկնարկում է ենթակառուցվածքների արդիականացման նոր ծրագիր։ 13-րդ մասնաշենքի կիսանկուղային եւ առաջին հարկերը հիմնովին կամրացվեն ու կվերանորոգվեն, կապահովվեն կահույքով ու համապատասխան տեխնիկական միջոցներով, դառնալով ուսանողների համար նախատեսված ժամանակակից սննդի գոտի եւ երիտասարդ ինժեներների ստարտափ հաբ։ PMI Science-ը եւ Philip Morris Armenian ըստ էության ցույց է տալիս իր գործնական քայլերը, թե ինչպես է աջակցում Հայաստանի տեխնոլոգիական համալսարանին, մասնավորապես այս միջավայրում ստեղծվելու է կարևորագույն համալսարանի համար ենթակառուցվածք, դա համալսարանի food court-ն է։ Դրա բացակայությունը չի կարող արդյունավետ լինել թե ուսումնական process-ի կազմակերպման, թե ընդհանուր համալսարանի կյանքի կազմակերպման համար։ Հաջորդը կիսանկուղային հարկի վերակառուցման, հիմքերի ամրացման եւ մեր համալսարանի ներդրումների արդյունքում մենք համատեղ ուժերով ստեղծելու ենք ստարտափ ինկուբացիայի ակսելերացիայի հաբ, որը նպատակ է հետապնդելու երիտասարդ ինժեներների գաղափարների, ստարտափ գաղափարների առաջնորդության ամբողջ ցիկլը ապահովել, այսինքն ինկուբացիոն ծրագիր, ակսելերացիոն ծրագիր, ֆոնդահայթայթման ծրագիր, կենտրոնի շուրջ ձևավորվելու են հրեշտակների միավոր, որոնք բերելու են ֆինանսներ որպես դոնորներ, համալսարանում ձևավորվեն հենց ստարտափներ, գրանցվեն այդ ստարտափները եւ դրանք լինեն ապագայի տեխնոլոգիական ոլորտի ռեֆորմներ բերող նորարարությունները։ Մեր արհեստական բանականության խումբը, որը արհեստական բանականության կիրառություններն է հետազոտում քիմիայի, ֆիզիկայի, տարբեր ճյուղերի, մեքենաշինության, արտադրական պրոցեսների, միգուցե էլեկտրոնիկայի նախագծման, սարքաշինության, այսինքն այս բոլոր ոլորտներում դա շարունակելու է մնալ պոլիտեխնիկում եւ հուսամ, որ կարողանանք պոլիտեխնիկի հետ եւս նոր գիտական ծրագրեր անենք։
Ցանկացած մեծ նախագծի հիմքում առաջին հերթին մարդիկ են։ Պոլիտեխնիկն իր ամփոփիչ միջոցառմանը արժևորում է բոլոր նրանց, ովքեր գիտության, կրթության ու մասնավոր հատվածի կամուջն են ամրացնում։ Պարգևատրվում են համալսարանի դասախոսներ, շրջանավարտներ, գործընկերներ։ Մասնավոր ոլորտում ցուցաբերած մասնագիտական հաջողությունների եւ բուհի հետ արդյունավետ համագործակցության համար արծաթե մեդալով է պարգևատրվում Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերության կորպորատիվ կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը։ 2021 թվականից համագործակցում ենք տարիների ընթացքում ինչ գործնական քայլեր քննարկել ենք Տիկին Պողոսյանի հետ, որը պետք է իրականացնենք իրենց կազմակերպության հետ, դրանք կյանքի են կոչվել բառի բուն իմաստով։ Արծաթե մեդալով է պարգևատրվում նաև Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար համալսարանի շրջանավարտ Գուրգեն Մարդոյանը։ Սա ոչ միայն գործընկերության, այլև հարազատ կրթօջախի հետ ունեցած մշտական կապի գնահատականն է։ 2004 թվականից նա լինելով պոլիտեխնիկի հենակետային վարժանի աշակերտ, այնուհետև ուսանող շրջանավարտ, երբեք կապը չի կտրել սեփական համալսարանի հետ, արդեն իսկ 22 տարի։ Այսպիսով համալսարանի եւ մասնավոր հատվածի երկարամյա համագործակցությունը թևակողում է զարգացման նոր փուլ, ստեղծելով առավել ժամանակակից ենթակառուցվածքներ եւ նոր հնարավորություններ ապագա ինժեներների ու նորարարների համար։